Ողջույն։ Բնականաբար հանրությանը շարունակում է փոթորկել Նիկոլ Փաշինյանի սրբապիղծ գրառումները եկեղեցու մասին։ Նա օրը մի քանի գրառում է անում եկեղեցու հոգևորականների դեմ, փորձում միջամտել նրանց գործունեությանը եւ խոստանում է առաջիկայում արդեն պաշտոնապես խաթարել եկեղեցու աշխատանքը կառավարության միջամտությամբ։ Մեխանիզմը հետևյալն է. Փաշինյանը գրառում է անում, որն առաջին իսկ հայացքից անադեկվատ է։ Գրառման տակ հանրությունը սկսում է ակտիվորեն քննադատել, վիրավորել, հայհոյել։ Օրինակ, 3000 մեկնաբանությունից 2700-ը այդպիսին են։ Մյուս 300-ը գովասանք է Փաշինյանին։ Կարդում ես գովողները ԿՊԱ-ական падգամավորներ, ֆեյքեր ու փոքրաթիվ իրական աջակիցներ։ Փաշինյանի էջում ամեն վայրկյան մտնում ու ջնջում են վատ մեկնաբանությունները, թողնում են ԿՊԱ ֆեյքերինը, որից հետո Փաշինյանը հայտարարում է, թե կոնսենսուս ունենք, անհրաժեշտ է սրբազանների հարցը լուծել, սրբապիղծներ է ասում եւ այլն։ Չէ, պետք է բոլոր սրբապիղծների հարցը լուծել, կլինի սրբազան թե վարչապետ, բայց հարցը այն է, որ Նիկոլը ՔՊ-ում մի բան խոսում է, ոչ մեկ ռիսկ չի անում դեմ գնա, ու այդ համաձայնությունը ընդունում են որպես կանաչ լույս իր ապօրինությունների համար։ Ուղիղ եթերով բոլորս տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության բոլոր անդամներին անվանել է տգետ, համաձայնել են։ Վստահ եմ, եթե հաջորդ նիստին որևէ նախարարի անվանի սրբապիղծ, էլի լռելու է, ու այդ հնազանդների խմբում իր թելադրածը ընդունում է որպես օրենք, անունն էլ դնում են ժողովրդի կարծիք։ Սրանք շատ են խոսում ժողովրդի անունից, եւ Փաշինյանն իր ու ավելի հավանական է Իլհամ Ալիևի անձնական օրակարգը փորձում է փաթաթել ժողովրդի վզին։ Ստացվում է թե ոչ։ Որն է ժողովրդի արձագանքը, թե հարցումները, թե զանազան շփումները, թե հրապարակային արձագանքները նայելով գերակշռող տեսակետը հետևյալն է. դու ինչ գործ ունես, թե ով ում հետ է քնում, ինչու ես խախտում մարդկանց անձնական կյանքի ազատության սահմանադրական իրավունքը, ինչ գործ ունես եկեղեցու հետ եւ այլն։ Գիտեք, երբ հարցում ենք ուղարկում կառավարություն, թե այսինչ նախարարը որքան պարգևավճար է ստացել, ԿՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանի տղան ինչու չի ծառայել բանակում եւ այլն, պատասխանում են, թե անձնական գաղտնիք է, բայց ինչքան հեշտ է դարձել մարդու անձնական մահճակալ մտնելը։ Հոգևորականների մեջ էլ կարող են լինել մարդիկ, որոնք պատվիրանները խախտել են, աշխարհիկների մեջ էլ, բայց դուք որ հաստատ ոչ սուրբ եք, ոչ դատավոր։ Քաղաքացին ասում է. Նիկոլ, իսկ դու քո երթումն ու խոստումները չես դավաճանել, քո գործը քո խոսք տվածներն անելն էր, արել ես։ 2018 թվականի մարտի 31-ից սկսել ես խոստումներ տալ ժողովրդին, 1000-ից ավելի տվել ես, եկեղեցու մասին ոչ մի խոսք չկա, հիմա ինչ ես աղմկում։ 2 օր առաջ կրակել էին Երևանի թիվ 13 դպրոցի պատուհաններին, պարզվում է օդաճնշի ճատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը։ Անչափահասների մասնակցությամբ արդեն ամեն օր են կրակոցները, ռազմորկաները։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 3 կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում, Վարդանանց փողոցում։ Այսօր հունիսի 2-ին ծեծկռթուք ու դանակահարություն է տեղի ունեցել Երևանում, Դավիթաշենում։ Վեդիում անչափահասների միջև վիճապանություններ եղել, խառնվել էին մեծերը, եղավ զոհ։ Վերջին զանգի օրը ոստիկանները զբաղված էին տուգանային հրապարակ ավտոներ տանելով ու փող աշխատելով, թողել էին իրար դանակահարեն։ Երևանում վրաերթի էին ենթարկել շան, եղավ ծեծկռտուք, հետո հետապնդում, հետո վրաերթ, մայրը մահացավ, 2 տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է։ Երկրում քաոս է։ Նիկոլ, դու ես խոստացել, որ հանցավորությունը կլինի ամենացածր մակարդակում, կրկնապատկվել է։ 2007 թվականին մեր երկրում եղել է 8400 հանցագործություն, 2024-ին 40000 ուշադրություն։ Այս ամենի պատճառը երկրի ղեկավարն է։ 2 օր առաջ Վարդենիսում մի երիտասարդ մեքենան վարելիս հայհոյել է, վերածվել է ծեծկռթուքի դանակահարության։ Ինչու է այդպես։ Երբ երկրի վարչապետն ու կինը առավոտից գիշեր հայհոյում են, անհնար է քաղաքացուց պահանջել չհայհոյի։ Ուղղակի վարչապետը հայհոյում է, բայց ունի նաև խիստ պաշտպանվածություն, սովորական հայհոյողները չունեն։
Քեզանից Նիկոլ պահանջում եմ, որ քիթդ քեռակնոջ անկողնուց հանես եւ էս բարդակը վերացնես, որ մայրը իր 2 տարեկան երեխայի հետ դուրս գա զբոսնելու, մորը չտանեն դիահերձարան երեխային վերակենդանացման պաշտամունք։ Դա է պահանջում ժողովուրդը։ Այսօր Երևանում բողոքի ակցիա էր։ Խարդախությունից տուժել են։ Մարդը գնում է բանկ, 200,000 դրամ վարկ է ուզում չեն տալիս, մինչև հասնում է տուն, խարդախները նույն բանկից իր անունով 2 միլիոն վարկ են ձևակերպում։ Սրա հարցը լուծիր, Նիկոլ, որ քո անունով 3,000 դրամ վարկ վերցնեն, գիշերը չես քնի, այն դուխուտ գողանալու նման։ Քաղաքացին քեզանից պահանջում է, որ խոստումներդ կատարես ու հանգիստ թողնես եկեղեցուն։ 2 օր առաջ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է ձեր հայտարարած պետգրումների արդար մրցույթում հաղթում ինչ-որ մեկը, հետո ճնշում են, որ հրաժարվի ու հաղթում է ԿՊԱ-ականների մերձավորը։ Դու էիր խոստանում, որ պետք է պետական գնումների համակարգը լինի արդար եւ թափանցիկ, կոռուպցիան բացառվի, բայց ինչ է։ Facebook-յան էջին անընդհատ նամակներ ենք ստանում, որ մարդիկ գնում են բուժօգնություն ստանալու, պատասխանում են, թե պետպատվերը վերջացել է։ Դու էիր խոստանում բարեփոխել ու այնպես անել, որ հիվանդը ստանա որակյալ բուժսպասարկում անկախ իր սոցիալական դիրքից։ Մտածեցիք, դրեցիք օրենք, անեցիք, որ նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի ընտանիքները միայն պետք է ստանան մեր հաշվին անվճար թանկարժեք բուժօգնություն։ Այս հարցերը լուծի, քեռակնոջ անկողնու փոխարեն։ 2021 թվականի հուլիսին 4 տարի առաջ խոստացել էր Եվրամիությունից 2.6 միլիարդ եվրո բերել։ Սկզբից ասում էիք օգնությունը, հետո պարզվեց մեծամասամբ վարկ է։ Ինչ եղավ։ Օգնությունը տվին, թե մենակ վարկը ստացաք։ Ժողովրդին բեռի տակ գցիք։ Մարդիկ սպասում են, որ կատարես այն խոստումը, որ այլևս երբեք պետական պարտքը չի ավելանա։ Գոնե 13 միլիարդ դոլար հասցնելուց հետո կանգ առի։ Սպասում են, որ կատարես այն խոստումը, որ ներդրողները ճամպրուկներով կապած պատրաստ սպասում են, որ գան ներդրում անեն Հայաստանում, սամալյոտի տոմսարնես գան, բեր վերջապես։ Դու էիր ասում, քաղաքացիները գտնվում են բանկային վարկային գերության մեջ, կազատենք։ Դու էիր ասում, որ կսահմանափակես բուքմեյքերներին, այնինչ աղքատների հույսը թողել ես կազինոն, 12 միլիարդ դոլարի խաղադրույք են անում 1 տարում։ Շուկա մտել ես, Նիկոլ, տեսել ես Միրգ Բանջարեղենի գինը, գյուղատնտեսական երկիր Հայաստանը։ Այդ դու էիր ասում, Հայաստանում 5 տարի ընդհանրապես ոչ մի բան չի թանկանա։ Ասում էիր աղքատությունը կնվազեցնենք 10%-ով, 18 թվին 23.5% էր, 24 թվին 24.5%։ Այս խնդիրների լուծմանն է սպասում ժողովուրդը, ոչ թե քո գրածները։ Դու խոստանում ես սահմանային անվտանգության երաշխիքներ, ամեն օր կրակում են, թշնամին կրակում է տների վրա, մտնում են Նիկոլի պաշտոնական էջին, տեսնեն, թե ոնց է արձագանքում, տեսնում են, որ Նիկոլը մտել է քեռակնոջ անկողին։ Կարճ ասած, հանրությունը քեզ հարց է տալիս, այս ու մյուս խնդիրները լուծել ես, քո խոստումները կատարել ես, քեզանից պահանջում են ընդամենը անել այն, ինչ խոստացել ես, դու սաղ գցել ես ոտքիդ, ու մեղավոր են նախկինները, ժողովուրդը, արցախցիները, ռուսները, ինչ որ դավաճաներ, ժողովուրդը, որովհետև տգետ է, անկիրթ, հիմա էլ հոգևորականները, կարող է Արցախը հանձնելու համար մեղավորը քեռակինն է։ Սաղ մեղավոր են, մենակ դու ես ճիշտը, դու էլ ոչ մի բան չես կարողացել անել, ընդամենը հասարակական կյանքի բոլոր ոլորտները տապալել ես։